Պարոն Ալեքսանյան, Գյումրու դեպքերի հետ կապված ձեր արձագանքը կասեք։ Իհարկե կասեմ, տեղի ունեցավ այն ինչը անխուսափելի էր, տեղի ունեցավ այն ինչին մենք տարիներ շարունակ սովոր ենք եղել տեսնել սերժակոչյանական ուժերի կատարմամբ, ուղղակի Լափամանից կտրված մեկը վերադարձավ իր պատկերացմամբ Լափամանի մոտ, լավ չհասկանալով, որ համայնքային կամ պետական բյուջեն այլևս Լափաման չէ, այլ համայնքի ու պետության բնակիչների կյանքը բարելավելու համար ծառայող համընդհանուր գումար։ Պարոն Ալեքսանյան, զարմանալի չէ ձեզ համար, այսինքն ձեզ համար զարմանալի չի լինի, բայց քաղաքացիների համար զարմանալի է կին անգամ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է կոնկրետ Վարդան Ղուկասյանի մասով ինչ-որ մի բան ազգային ժողովի ամբիոնից, ու դες հայտարարում է, որ պետք է հեռացնել, վերացնել ասպարեզից ավելի կոնկրետ, ու միանգամից ստացվում է այնպես, որ երկու շաբաթվա մեջ եւ բացահայտումներ են լինում, ձայնագրություններ են հրապարակվում իշխանական լրատվամիջոցում, շատ պատահական չէ սա ամենը, այո, մեդիալիզմ են հրապարակվում։ Որը? Ինչ է։ Ջորջան, հակակոռուպցիոն կոմիտեն տարածել է այդ հակակոռուպցիոն կոմիտեի հակակոռուպցիոն կոմիտեից հիմա որ լրատվականը ավելի օպերատիվ է աշխատել, քան ձեր լրատվականը կամ մյուս լրատվականները, այդ հարցի երկրորդ կողմն է։ Ժողովուրդ ջան, հրապարակել է իրավապահ համակարգը, հրապարակել է ձայնագրություններ։ Հիմա եթե նկատի ունեք, որ վարչապետը ունի էքստրասենսոր կարողություններ եւ կարողացել է գուշակել, որ Վարդանիկը ինչպես եւ սերժակոչյանական կլանի յուրաքանչյուր ներկայացուցիչ չի կարողանալու զսպել գայթակղությանը եւ որոշելու լափել կաշառքը, հիմա ապա այդ դրամը կարող է մեղադել, որտեղ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր adekvat քաղաքացի վստահ է, որ սերժակոչյանական կլանի յուրաքանչյուր ներկայացուցիչ, եթե տաս այս իշխանություն, նա այդ իշխանությունը կփորձի ծառայեցնել իր լափամանը լցնելու միջոց, ինչը եւ արել է Վարդանիկը։ Պարոն Ալեքսանյան, դուք ոնց եք օրենքը, մարդու իրավունքները այս աստիճան խեղաթյուրում ու ոտնահարում առանց դատական ակտի, անձնական ձեր սեփական վերդիկտն եք կայացնում մարդու հետ կապված, զուտ այսպես ենթադրությունների հիման վրա, իսկի դուք չգիտեք, փորձաքննություն չի արվել, այդ ձայնագրությունները, որոնք sense խրխռալով լսվում էին, դրանք իրական են, թե չէ, սարքած են, թե չէ, կծմծած են սրբազանների նման, թե չէ։ Սրբազանների նման ես Բագրատ Վազգեն Գալստանյանի ձայնագրությունը բացարձակ իրականություն էր, բացարձակ այնտեղ ոչ մի կտոր չկար, որը որ առանձնացված էր, սկզբից Գառնիկ Դանիելյանը ասում էր դա արհեստական բանականությամբ է սարքված։ Խուդոյանը հատված ցույց տվեց, որ մասն է ինչ համատեքստում է արհեստական բանականությամբ ասում էին սարքված, հետո հասկացան, որ ապուշություն է իրանց ասածը, սկսեցին պնդել, որ կոնտեքստից է կտրված, հետո հրապարակեցին ամբողջական կոնտեքստը եւ պարզ դարձավ, որ ոչ թե որոշել էին, որ պետքա գյուլել 1-2 իշխանականի, այլ պետքա գյուլել ցանկացած մեկին, ով համաձայն չի իրենց տարված քարոզչության հետ, հետո էլ խոսում էին այն մասին, որ պետքա նաև այդ գյուլելու process-ը սկսել իրանց թիմակիցների, որ նստացնելու են փողի վրա, բայց մի վարքան կավարտեն բոլորի հարցերին անխտիր պատասխանելու են, ինչևէ խոսում են մասին, որ այնտեղ տոննաանոց ձայնագրություններ կային փողոցներում, տալու անմեղ ոչ մի բանի հետ կապ չունեցող քաղաքացիների կյանքը վտանգելու հետ, ամբողջական ձայնագրությունները հրապարակելու հնարավորություն ունեն դատապաշտպանները, բայց ենթադրում եմ չեն հրապարակում, որովհետև այնտեղ եթե ամբողջական հրապարակեն, իրենց համար էլ ավելի վտանգավոր բաներ կլինի։ Վերադառնալով ձեր հարցին, հարգելի գործընկերներ, այն որ Վարդանիկը ինքն իր բնույթով ակնհայտորեն հանցագործ, կրիմինալ, ինչ ասեմ, լափակեր եւ այլն, այսպես շարունակ, դա ինձ թվում է տեսանելի է։ Սա հասկանալու համար ուղղակի պետք է գնալ Գյումրի, կանգնել օրինակ Գյումրու միջին վիճակագրական շենքերի, փողոցների, բակերի եւ մնացածի առաջ, որոնք որ վերջապես սկսել են փոքրի շատ է տեսքի գալ 2018-ից հետո, երբ Գյումրիում վերջապես ասֆալտ է եղել այդ փոսերի փող։ Ու հետո գնալ կանգնել Վարդանիկին պատկանող այն գերշքեղ հյուրանոցի առաջ ու փորձել ինքներդ ձեզ հարց տալ։ Արդյոք 200,000 կամ 300,000 դրամ աշխատավարձ ստացող մարդը, եթե կոռուպցիոներ չի, եթե համայնքի փողերը լավ փող չի, եթե սրիկա չի այդ ամեն ինչը անող,
Ո՞նց է կառուցել այդ գերշքեղ։ Ձեր իշխանության ներկայացուցիչները այդ ո՞նց են այդ ասաբնյակները կառուցում, Սևանի ափին այդ ո՞նց են այդ շքեղ պրոյեկտները իրականացնում։ Ջեբեջան, դուք լրագրող եք, ես ազգային ժողովի падգամավոր եմ, իշխող կուսակցության փոխնախագահն եմ եւ մամուլում հրապարակումներ են եղել, կարծեմ, եւ իմ հիպոթեկով գնված բնակարանի հետ կապված եւ ձեր Վաղարշակ Հակոբյանի եւ Խաչատուր Սուքիասյանի համատեղ պրոյեկտի եւ ձեր հիպոթեկով գնված բնակարանի վերաբերյալ ու իմ տպավորությունն այնպեսին է, որ իմ ու ձեր հիպոթեկով գնված բնակարանները համարժեք են ու հենց այս երևույթից ելնելով արդեն իսկ այդ ձեր պնդումները բան են, բացարձակ ինչ էին։